18 քաղաքական ուժ, 2,485,232 ընտրող և 1 գլխավոր հարց, ով է ձևավորելու հաջորդ իշխանությունը։ Առաջին հայացքից պատասխանը պարզ է թվում, իշխանություն է դառնում նա, ով հավաքում է ամենաշատ ձայները։ Սակայն Հայաստանի խորհրդարանական ընտրակարգում ամեն ինչ այդքան ուղիղ չէ։ Այստեղ հաղթանակը դեռ իշխանություն չէ, իսկ առաջին տեղը դեռ չի նշանակում կառավարություն։ Քաղաքացիները քվեարկում են կուսակցությունների և դաշինքների օգտին։ Փակվում են ընտրատեղամասերը, բացվում են քվեատուփերը, սկսվում է հաշվարկը։ Սակայն ընտրության գիշերը քաղաքական պայքարը հաճախ դեռ ավարտված չի լինում։ Այս ընտրությունում շատ փորձագետներ չեն բացառում մի սցենար, որի դեպքում 18 քաղաքական ուժերից ոչ մեկը չի կարողանա ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։ Թեև գրեթե բոլոր քաղաքական ուժերը հայտարարում են, որ իրենք են դառնալու հաջորդ իշխանությունը, սոցիոլոգիական հարցումները այլ պատկեր են ցույց տալիս։ Որևէ ուժ առայժմ չի մոտենում բացարձակ գերակայության։ Եթե քաղաքական որևէ ուժ չի հավաքում 50% պլյուս 1 ձայն, ապա երկու հնարավորություն կա ընտրությունների հետագա ընթացքի հետ կապված։ Առաջին հնարավորությունը այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք ընդհանրություններ ունեն միմյանց հետ եւ գումարային առումով իրենց հասանելիք մանդատների թիվը գերազանցում է 52%-ը, նրանք իրավունք ունեն կոալիցիա կազմելու։ Եթե այդ կանխատեսումները իրականություն դառնան, սկսվում է քաղաքական մաթեմատիկան։ Կուսակցությունները փորձում են ընդհանուր հայտարար գտնել, հին մրցակիցները ընդհանուր լեզու, իսկ նախընտրական կոշտ հայտարարությունները հաճախ տեղ են զիջում կոալիցիոն բանակցություններին։ Բայց ինչ կլինի, եթե նույնիսկ այդ բանակցությունները փակուղի մտնեն եւ ոչ ոք չկարողանա ձևավորել կայուն մեծամասնություն։ Հենց այստեղ է, որ ընտրական գործընթացը ստանում է երկրորդ շունչ։ Կոալիցիայի ստեղծման անհնարինության պարագայում է միայն, որ մեր ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկրորդ փուլի անցկացում։ Կարող է այնպես լինել, որ նաև այն պոտենցիալ կոալիցիայի տեխնացուները, որոնք կարող էին կոալիցիա ձևավորել, համաձայնության չգան տեխնացուի վերաբերյալ, չնայած նրանք գումարային առումով ունեն հնարավորություն ձևավորելու ուրեմն նոր կառավարություն, այսինքն պայմանավորվելու վարչապետի շուրջը։ Հայաստանի սահմանադրությունն ու ընտրական օրենսգիրքը նման իրավիճակի համար հատուկ մեխանիզմ են նախատեսել։ Եթե ընտրությունից հետո չի ձևավորվում կայուն խորհրդարանական մեծամասնություն, գործընթացը կարող է տեղափոխվել երկրորդ փուլ։ Պարզ ասած, քաղաքական մրցավազքը մտնում է եզրափակիչ փուլ։ Երկրորդ փուլ են անցնում առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած երկու քաղաքական ուժերը։ Եթե առաջին փուլը կարելի է համեմատել բազմամարդ մարաթոնի հետ, ապա երկրորդ փուլում վազքուղու վրա մնում են ընդամենը երկու մասնակից։ Երկրորդ փուլի պարագայում ընտրությանը մասնակցում է միայն երկու ուժ՝ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերը։ Այդ առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերի շուրջ երկրորդ փուլում նույնպես հնարավոր է ձևավորել դաշինքներ եւ այդ պարագայում արդեն ի տարբերություն առաջին փուլի երկրորդ փուլի քվեաթերթիկը ուղղակիորեն նշում է, թե առաջին տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է եւ երկրորդ տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն ով է եւ ըստ էության տեղի է ունենում վարչապետի ուղղակի ընտրություն։ Եվ այստեղ ամենահետաքրքիր հանգամանքն այն է, որ երկրորդ փուլի հաղթողը պարզապես չի հաղթում մրցակցին։ Նա ստանում է նաև կայուն խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու եւ կառավարություն կազմելու հնարավորություն։ Այսինքն առաջին փուլում առաջատարը պարտադիր չէ, որ վերջում դառնա իշխանություն։ Քաղաքական մրցավազքում երբեմն վճռորոշը ոչ թե մեկնարկն է, այլ վերջնագիծը։ Պատկերացնենք ստեղծվել է մի իրավիճակ, որ հաղթում է, ասենք, երկրորդ տեղը զբաղեցրած տեխնացուն, որը առաջին փուլի արդյունքներում դիցուք ստացել է 30% ձայներ։ Այդ պարագայում, եթե երկրորդ տեղը զբաղեցրած ուժի վարչապետի տեխնացուն հաղթում են, ուրեմն այդ ուժը ստանում է 52% մանդատ։ Այսինքն իրենք ստանում են լրացուցիչ մանդատներ, որպեսզի իրենք ունենան կայուն մեծամասնություն։
Մյուս կարևոր եւ ամենակննարկվող թեման այս օրերին այսպես կոչված ձայներ փոշիացնող ուժերն են, ովքեր են համարվում այդպիսիք, ում օգտին կարող են աշխատել նրանց ստացած ձայները եւ ինչպես է օրենքը կարգավորում այդ գործընթացը։ Այս հարցերին անդրադարձել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Եթե ձայների փոշիացման թեզը կեղծ լիներ, այս 30 ձայնը, որը դուք հիմա տեսնում եք, այս 30-ը, որը ոչ մեկի չի տրվել, չի բաշխվել, որովհետև շեմը ոչ մեկ չի հաղթարել, սա բոլոր օրինակ մեր դեպքում 16 կուսակցությունների ձայներն են, այստեղ միտեղ պիտի մնալ, ինչպես ասում է կենտրոնական ընտրականը։ Չպիտի մասնակցի ոչ ձայների բաշխմանը, ոչ մանդատների բաշխմանը, բայց դա այդպես չէ, մանդատների բաշխման process-ում այս 30 ձայնը ոչ միտեղ չի անհետանում։ Այս 30-ը բաշխվում է այս ուժերի միջև, չի բաշխվում հավասարապես, բաշխվում է անհամաչափ։ Իսկ ինչ կլինի, եթե քաղաքական ուժերից որևէ մեկը չընդունի ընտրության արդյունքը։ Այս դեպքում արդեն գործի են անցնում իրավական մեխանիզմները։ Ազգային ժողովի ընտրության վերջնական արդյունքը կարող են վիճարկել ընտրությանը մասնակցած կուսակցություններն ու դաշինքները, բողոքարկելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումը։ Բայց այդ բողոքը ներկայացվում է ոչ թե ընդհանուր իրավասության դատարան, այլ անմիջապես սահմանադրական դատարան։ Ընտրական օրենսգրքի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրության արդյունքների վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել դրա հրապարակումից հետո մինչև 5-րդ օրը ժամը 18:00-ն։ Այսինքն, եթե վերջնական արդյունքը հրապարակվում է օրինակ երկուշաբթի, ապա մինչև շաբաթ օրը ժամը 18:00-ն շահագրգիռ քաղաքական ուժերը կարող են դիմել սահմանադրական դատարան։ Եթե որևէ քաղաքական ուժ պարզապես հայտարարում է, որ չի ընդունում ընտրության արդյունքը, դա ինքնին իրավական հետևանք չի առաջացնում։ Իրավական գործընթաց սկսվում է միայն այն ժամանակ, երբ ներկայացվում է պաշտոնական դիմում եւ սահմանադրական դատարանը վարույթ է ընդունում գործը։ Այդ պատճառով էլ խորհրդարանի ընտրությունը միայն քվեների հաշվարկ չէ։ Դրանք նաև քաղաքական հաշվարկների, հնարավոր դաշինքների, կուլիսային բանակցությունների, համագործակցությունների եւ երբեմն նույնիսկ անսպասելի շրջադարձերի պատմություններ են։ Քվեարկության օրը քաղաքացին ընտրում է խորհրդարան, սակայն իշխանության վերջնական պատկերը կարող է ձևավորվել միայն ընտրությունից հետո քաղաքական ուժերի հարաբերակցության, բանակցությունների եւ օրենքով նախատեսված մեխանիզմների արդյունքում։ Սեդա Մակարյան, Մհեր Դավթյան, Նոնա Գևորգյան, ABC Media։